Ժողովուրդ ջան, այսօր պատրաստելու ենք սմբուկով ռուլետ շատ հետաքրքիր ձևով։ Անպայման մինչև վերջ վիդեոն դիտեք, որ իմանաք ոնց ենք պատրաստում։ Հիմա մեր օպերատորը կներկայացնի ինչը անհրաժեշտ պատրաստելու համար։ Պատրաստելու ժամանակ հատիկ ցույց կտամ ոնց ենք պատրաստում։ Գնացինք պատրաստելու։ Սկսում ենք պատրաստել։ Նորից էլի կխնդրեմ բոլորիդ ամբողջական վիդեոն դիտեք, որ իմանաք ոնց ենք պատրաստում։ Ուրեմն ամենաառաջինը պետք է որ մենք աղաջուր պատրաստենք։ Հիմա մեր օպերատորը մոտիկից ցույց կտա։ Ուրեմն ջուրը ես արդեն զառանի ավելացրել եմ։ Մեզ անհրաժեշտ է ավելացնենք աղ։ Պետք է եմը լավ խառնենք, որ ինքը լուծվի։ Ուրեմն թողում ենք այստեղ։ Հիմա ցույց կտամ ինչ ենք անելու։ Վերցնում ենք սմբուկները։ Պետք է սմբուկները կտրատենք։ Շատ պետք չի կտրատել, հիմա տեսեք ինչ ձև եմ կտրատում, հետո ցույց կտամ ինչ ենք անելու։ Պետք է որ այս ձևի հաստության։ Հիմա ես սմբուկը կտրատեմ եւ ձեզ միանամ։ Գնացինք։ Եվ վերջինը։ Ուրեմն վերցնում ենք մեր աղաջուրը, նորից էլի պետք է մի հատ խառնենք։ Եվ սմբուկները տեղադրում ենք աղաջրի մեջ։ Այսպես ակուրատնի պետք է տեղադրենք։ Եվ վերջ։ Ժողովուրդ ջան, ուրեմն այս ձևի թողում ենք 10-ից 15 րոպե աղաջրի մեջ, այդ ընթացքում պետք է մենք քերիչով անցկացնենք պանիրները։ Գնացինք։ Անցկացնում ենք քերիչով հալվող պանիրը։ Հիմա ես քերիչով ամբողջական անցկացնեմ եւ ձեզ միանամ։ Գնացինք։ Եվ վերջ։ Վերջինն էլ քերենք, ու վсё։ Հիմա պետք է մեզի որ ամանի մեջ տեղադրենք քերած պանիրը։ Պանիրը քերելուց հետո անհրաժեշտ է հիմա մեր օպերատորը ցույց կտա սմբուկները տեղադրենք թավայի մեջ։ Գնացինք։ Սկսում ենք տեղադրել սմբուկները թավայի մեջ։ Հիմա մեր օպերատորը մոտիկից ցույց կտա։ Պետք է որ այսենց ակուրատնի սմբուկները շարենք թավայի մեջը։ Հերթականության ցույց կտամ, թե ինչ ենք անելու։ Նորից էլի կխնդրեմ ամբողջական վիդեոն դիտեք, որ կարողանաք ոնց որ ես եմ պատրաստում, այդ ձևի կարողանաք պատրաստեք։ Հիմա ես ամբողջական սմբուկները թավայի մեջ տեղադրեմ եւ ձեզ միանամ։ Գնացինք։ Սմբուկը տեղադրելուց հետո հիմա մեր օպերատորը մոտիկից ցույց կտա։ Տեղադրելուց հետո ուրեմն ավելացնում ենք սև բիբար։ Եվ ավելացնում ենք կարմիր բիբար։ Կարմիր բիբարը ավելացնելուց հետո անհրաժեշտ է ավելացնենք պանիրը։ Խնդրենք անպայման պատրաստեք ու կոմենտարիաների մեջը չմոռանաք
պետք է անպայման գրեք, թե ինձ ձևյա ձեր մոտ ստացվում ու համոզված եմ անպայման մեզնից լավ է ստացվելու։ Ամբողջական պետք է որ այսպես պանիրով ծածկվի, որ ձեր մոտ լավ ակուրատնի ստացվի։ Всё, համարյա պատրաստ է։ Ուրեմն ջեռոցը մենք զառանի արդեն միացրել ենք 220 աստիճան եւ հելո 20 րոպե։ 20 րոպե հետո մենք կմիանանք։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր սմբուկները արդեն պատրաստ են։ Հիմա մեր օպերատորը մոտիկից ցույց կտա։ Իրանք պրոստը տաք են։ Պետք է որ 15 րոպե թողենք, որ ինքը սառի, որ հետը կարողանանք աշխատենք։ 15 րոպե հետո մենք կմիանանք ու ցույց տանք ինչ ենք անելու։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր գեղեցկությունը արդեն պատրաստ է։ Հիմա մեր օպերատորը մոտիկից ցույց կտա, հələ նայեք, որ պատրաստ եք, ինչ ձև է պետք որ ստանաք։ Այսինքն սիրուն տեղադրում ենք դասկայի վրա։ Պրոթվինից հանելուց հետո անհրաժեշտ է պերգամենտը վերցնում ենք։ Ես արդեն զառանի կտրատել եմ։ Եվ պետք է իրան այսեն ժողովուրդ ջան, նայեք ինչ ձևի տեսք ենք ստացել։ Հաջորդ մեր քայլը։ Վերցնում ենք մեր տվարոժնի սիրը։ Մեր օպերատորը մոտիկից ցույց կտա տվարոժնի սիրը։ Հիմա ես տեղադրեմ ամբողջական ամանի մեջ եւ ձեզ միանամ։ Գնացինք։ Անհրաժեշտ է տվարոժնի սիրը, մեր ավոկադոյով, մեկ էլ ռեանով։ Ուրեմն դուք ձեր տարբերակով, ինչ տարբերակ ունեք, այդ տարբերակով եք արագ օգտագործեք։ Պետքա որ բարակ շերտով այսենց իրան կսենք։ Ու հետո հերթականությունը նույն ձևի ցույց տամ ինչ ենք անելու։ Նորից էլի կխնդրեմ ամբողջական վիդեոն դիտեք, որ իմանաք ոնց ենք պատրաստում։ Լավ գեղեցկությանը նայեք։ Հիմա ես ամբողջական պանիրը տարածեմ եւ ձեզ միանամ։ Գնացինք։ Всё, պատրաստ է։ Հիմա հաջորդ քայլը ցույց կտամ ինչ ենք անելու։ Այսպես սիրուն թողում ենք։ Մեզի պետք է որ մենք կտրատենք պոմիդորը։ Պետք է որ բարակ կտրատենք։ Ցույց կտամ ինչու համար։ Հիմա ես ամբողջական պոմիդորը կտրատեմ եւ ձեզ միանամ։ Գնացինք։ Պոմիդորը կտրատելուց հետո ժողովուրդ ջան, հիմա ցույց կտամ ինչ ենք անելու։ Սիրուն այսպես տեղադրում ենք։ Վերցնում ենք պոմիդորը եւ պետք է որ այսեն սիրուն յան շերտերով հավաքենք։ Ասեմ, որ շատ համեղ բլյուդ է, անպայման պատրաստեք, ոնց որ ես ասում եմ, պատրաստեք ու վայելեք ձեր ընտանիքով ու ձեր հյուրերով։ Անպայման պոմիդորը շատ բարակ կտրատեք, որ ձեր մոտ լավ ստացվի։ Ամբողջական պոմիդորը տեղադրեմ եւ ձեզ միանամ։ Գնացինք։ Եվ վերջինը։ Վերջ, մեր պոմիդորը պատրաստ է, հիմա վերջնական տեսքը նորից էլի մեր օպերատորը ցույց կտա։ Հաջորդ մեր քայլը։ Անհրաժեշտ է կանաչի, համեմ եւ սամիտ։
Վերցնում ենք համեմ եւ սամիթը, պետքա կտրատենք։ Պետքա մանր կտրատենք յան։ Վերջ։ Վերցնում ենք կանաչին, այսպես ձեռքով, յան հավեսին։ Այսպես տնավարի ամենակարևորը։ Ու չենք մոռանում, որ անպայման տրամադրությունները պետքա լավը լինի, որ լավ տրամադրությունով պատրաստեք, ձեր մոտ ավելի համեղ ստացվի։ Վերջ։ Ժողովուրդ ջան, արդեն պատրաստ է, հիմա ցույց տամ ոնց ենք փաթաթում մեր ռուլետները։ Գնացինք։ Ուրեմն վերցնում ենք այսպես ռուլետը ակուրատնի։ Յան պետքա հետը շատ ակուրատնի աշխատեք, որ ձեր մոտ ստացվի։ Այսպես եւ նորից։ Մի քիչ առաջ ենք տալի։ Նորից էլի։ Վերցնում ենք ու սիրում յան։ Քիչ ձեռքով յան։ Սիրում տեսք ենք տալի։ Ժողովուրդ ջան, հիմա վերջնական տեսքը ցույց կտամ։ Հիմա այս սիրուն ամանի մեջ տեղադրեմ եւ ձեզ միանամ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, հիմա մեր օպերատորը մոտիկից ցույց կտա մեր գեղեցկությանը, հəլստե նայեք, ինչ գեղեցիկ տեսք է մեր մոտ ստացել, ու ամենակարևորը ժողովուրդ ջան, նայեք։ Սմբուկը, պանիրը, պոմիդորը, տվարոժնի սիրը շատ համեղություն է ստացում։ Հիմա մենք պետք է յան գեղեցիկ տեսք տանք։ Մեզի սամիթ անհրաժեշտ, վերցնում ենք մի փոքր, որ յան կարնանք գեղեցիկ տեսք տանք։ Եվ սամիթով այսպես ակուրատնի սիրուն տեսք ենք յան տալի, որ ինքը շատ ապետիտի տեսք ունենա։ Ժողովուրդ ջան, եկավ իմ ամենասիրած պահը։ Հիմա պետք է կտրատենք եւ փորձենք։ Մեր օպերատորը նորից էլի մոտիկից մի հատ ցույց կտա, թե ինչ ձև է մեր մոտ ստացվել, այս գեղեցկությունը։ Հիմա պետք է այսպես սիրուն յան կտրատենք։ Հիմա ես կփորձեմ այս մասից վերցնել, որ սիրուն տեսքը ցույց տամ ձեզի ինչ ձև է մեր մոտ ստացվել։ Սիրուն վերցնում ենք, լստե նայեք ժողովուրդ ջան, այս գեղեցկությունը, լստե նայեք։ Բա ոնց էսի մարդ չսարքի ու յա ընտանիքի հետ, հիմա այսպես սիրուն մեր օպերատորը կնկարի, թե ինչ ձև է ստացվել մեզ մոտ։ Եվ եկավ իմ ամենասիրած պահը, որ հիմա պետք է փորձեմ ժողովուրդ ջան։ Հիմա կփորձեմ ու կասեմ ինչ ձև է մեր մոտ ստացվել։ Նիաբիշնի համա տալի, բայց շատ համեղ է ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, ամեն վիդեոների վերջին նույն բանն եմ էլի կրկնում։ Էս իմ ամենասիրած պահն է, որ այսպես ընտանիքով չարչարում ենք, վերջում նստում ենք, այս մեր ռուլետը հավեսին վայելում ենք, դե գնացինք վայելելու։